Է. դվնո առումը։ Գագիկ արծրունին մի քանի շաբաթ շարունակ հյուր պահեց յուր մոտ Աբբաս թագավորին և ի պատիվ նրա նաև հրավիրյալ իշխաններին։ Այդ բոլոր ժամանակ նա նրանց զբաղեցնում էր հաճոյական զբոսանքներով։ Մի օր շրջեցնում էր յուր անառիկ բերդում և ցույց տալիս նրանց նրա հրաշալիքները, բնության և մարդկանց և մանավանդ յուր ձեռքով կերտված ամրությունները։ Ահավոր մարդկոցները, վիմափոր անձավները իրենց գաղտնի ճանապարհներով, քարակոփ մատուռները և ջրալից ավազանները։ Ցույց էր տալիս այդ լեռնակարկառ բարձրության առաջ բացվող գեղազվարճ տեսարանները, որոնց վրա նայում էին նրանք, բազմելով քարաբլրի ծովահայաց կողերում ամֆիթեատրաձև փորված նստարանների վրա։ Այդտեղից երևում էր քաղաքը յուր բազմազան շինություններով, ծովակը յուր գեղացու պալիկներով և ապառաժուտ կղզիներով։ Երևում էին ծովափնյա այգիներ և դարաստաններ, կանաչազարդ դաշտեր և բլուրներ ու կապուտակ լեռների ձյունագագաթ գոտիներ, որոնք բզնունյաց ծովակը պատում էին չորս կողմից. Սիփանը հյուսիսից, Արտոսը հարավից, Վարագը արևելքից և Գրգուրն ու Ընձաքիսարը արևմուտքից։ Մի ուրիշ օր նա զբաղեցնում էր նրանց Վանա գեղազվարճ այգեստաններում, որոնք քաղաքի արևելյան կողմից սկսած տարածվում էին դեպի ծովակի հարավակողմը մի քանի ժամվա ճանապարհ, ամփոփելով իրենց մեջ փոքրիկ ավաններ, շեներ, գյուղեր և իշխանական ամառանոցներ։ Ամեն մի ուշադրության արժանի վայրում, կարկաչահոս աղբյուրների մոտ և հովանավոր ծառերի տակ, նա պատրաստում էր հյուրերի համար զվարճալի խրախություններ, համեմված ճոխ հացկերույթներով և գուսանական երգերով և կայթերով։ Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց։ Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրենց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յուր երկրի մտավոր և կրոնական զարգացման հառաջադիմությունը։ Վերջապես նա յուր արքայական նավակներով զբոսեցնում էր հյուրերին նաև Վանա ծովի վրա, այցելելով նրանց հետ միասին ծովափնյա ամրաստանները և ծովի մեջ գտնվող լիմ, կտուց, արտեր և մանավանդ գեղադիր ու բարեշեն աղթամար կղզիները։ Վերջինի մեջ այդ ժամանակ նստում էր հայոց ընդհանրական կաթողիկոսը։ Այդտեղ Գագիկ թագավորը կառուցել էր հրաշակերտ եկեղեցի, հոյակապ արքունիք, անառիկ բերդ ու դղյակ, ուր և անցնում էին ամառային ամիսները։ Այդ բոլորը նա ցույց էր տալիս յուր բարձրաստիճան հյուրերին, բացատրում էր նրանց յուր ճարտարապետական գաղտնիքները և հրճվում էր նրանց գովությունները լսելով։ Բայց այս բոլոր զբոսանքների ժամանակ Աբբաս արքայի ուշադրությունը գրավում էին միայն Գագիկ արծրունու ռազմական ամրությունները։ Նա գտնում էր, որ դրանց շնորհիվ է նրա երկիրն ազատ մնացել թշնամու ավերումներից, չնայելով որ այդտեղ բազմիցս արշավել էին թե Յուսուփ ոստիկանը և թե նրա տեղապահները։ Թեպետ վասպուրականը բնությունից արդեն օժտված էր գեղեցիկ ամրություններով, այնպես որ ոչ միայն Գագիկ արծրունու նման բազմափոր զինվորականը, այլև նրանից ավելի տկար մի իշխանապետ կարող էր այդ ամրությանց ապավինելով ապահովել երկիրը թշնամու հարձակումներից։ Բայց և այնպես Գագիկ արծրունին բնության տվածների վրա ավելացրել էր նաև յուր ստեղծագործությունները։ Վասպուրականի ամեն մի կիրճը, քարաբլուրն ու լեռնալանջը, վանքն ու մենաստանը նա դարձրել էր պաշտպանության վայր, ժողովրդյան ապաստանարան, իսկ բերդերն ու ամրոցները շինել էր անմատչելի։ Եվ ահա այս պատճառով վասպուրականի ժողովուրդը ավելի բարեվիճակ, վանքերն ավելի շեն, միաբանությունները բարեկարգ էին, քան թե արարատյան երկրում։ Եվ Աբբասն ինքն իրան մտածում, ծրագրեր էր կազմում, որ յուր երկիրը դառնալուն պես ամեն ջանք գործ դնե յուր թագավորությունը նույն ձևով բարեկարգելու։ Սակայն Գևորգ մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված։ Նախ, նա մտածում էր Արարատյան և հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միաբանությունը
հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ, համոզել բոլոր միացած իշխաններին հավաքական ուժով դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը հեռացնել երկրի վրայից։ Այս նպատակով ահա նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ աղձնյաց և մոկած տերերին, մերթ սյունյաց իշխաններին և հաճախ Գագիկ արծրունուն կամ արքայորդի Աշոտ Տերենիկին։ Նա 100-րդ անգամ կրկնում, ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե Հայաստանի ժողովրդի և թե նույնիսկ իրենց իշխանապետների համար։ Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել։ Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ։ Նա գիտեր, որ Աբբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են։ Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ Բռնավորի դավադրության աջակցելու և այդպիսով յուր երդման դրժելով փակել էր Աբբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս թագավոր պսակվելուց հետո վրեժխնդիր պիտի լիներ։ Մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրեն։ Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում։ Ամենից առաջ նա միացավ Աշոտ Բռնավորի հետ և խոստումն առավ նրանից օգնել իրեն յուր զորքերով, եթե Աբբասը հարձակվելու լինի յուր դեմ։ Ապա զորքեր խնդրեց Ամիրապետից, առարկելով, թե Հայաստանի արաբական կալվածները վտանգի մեջ են, հետևապես անհրաժեշտ է այդ վտանգի դեմ զինվելու։ Բայց Ամիրապետը զբաղված լինելով յուր երկրի ուրիշ կողմերում ծագած խռովություններով, անուշադիր թողեց Նսրի խնդիրը։ Այն ժամանակ վերջինս միացավ Միջագետքի և Կորդված կողմերում ինքնագլուխ իշխող ամիրանների հետ և օգնական զորք առնելով նրանցից, սկսավ Դվինն ու նրա շրջականները ամրացնել։ Ամենից առաջ նա ընտիր պահակախմբերով և առատ պաշարով ապահովեց Դվնո և Արտաշատու բերդերը, որոնք միմյանց մոտ լինելով ունեին միմյանց հետ և գաղտնի հաղորդակցության ճանապարհներ, որպեսզի վտանգի դեպքում ինքը ապաստանե դրանցից մեկին։ Ապա յուր զորքերը բաժանելով մի քանի ստվար մասերի, դրանցից մինին հանձնեց քաղաքի ներքին պարիսպների և աշտարակների պահպանությունը, երկրորդին արտաքին մարտկոցների հսկողությունը, երրորդին քաղաքի խրամը ջրով լցնելու և շարժական կամուրջները կառավարելու գործը, չորրորդին Արտաշատու տափերական կոչված նշանավոր և մեծատարած կամրջի պաշտպանությունը, որի վրայով թշնամին պիտի հառաչանար դեպի Դվին։ Բացի այդ, նա յուր ունեցած հեծելազորը 4 հառաչապահ գնդերի բաժանելով, ուղարկեց նրանց Դվնո նշանավոր ճանապարհները բռնելու։ Դրանցից մինը Խլաթա ուղին էր, որ սկսվում էր քաղաքի արևմտյան հարավից, երկրորդը Նախիջևանի պողոտան հարավ֊արևելքից, երրորդը Բերդկանց ճանապարհը արևելյան կողմից, չորրորդը Կողբափորի ուղին, որ ձգվում էր հյուսիսից։ Ինչ վերաբերում է Կարնո ճանապարհին, որ քաղաքի արևմտյան կողմն էր ընկնում, այդտեղ ոստիկանը պահապաններ չկարգեց, որովհետև այդտեղից նա սպասում էր յուր դաշնակից Աշոտի զորքերին, մինչդեռ մյուս կողմերից նրա կարծիքով պիտի հառաչանար թշնամին, այսինքն Խլաթա կամ Նախիջևանի ճանապարհով Աբբասը, Բերդկանց ճանապարհով սյունեցիք, իսկ Կողբափորի կողմից Վահրամ֊Սեփուհը, որ տակավին գտնվում էր Գուգարքում։ Չնայելով այս պատրաստությանը, ոստիկանը սակայն հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը։ Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական Աբբաս արքայի գահակալությունն ու թագավորությունը շնորհավորելու, նրա հետ հաշտության նոր դաշն կռելու։ Ասացեք Ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները, ֊ պատվիրեց Աբբասը արաբացի դեսպաններին և ետ դարձրեց նրանց իրենց ընծաներով։
Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր ուխտադրուժ վարմունքը ներել։ Այս պատճառով, երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել։ Բայց Աբբաս թագավորի բանակը, որ կազմված էր միայն արարատյան գնդերից և արծրունյաց զորքերից, ծանրությամբ էր հառաչանում, որովհետև համաձայն կանխավ արած որոշման, Մոկած տերն ու աղձնյաց նահապետը իրենց զորքերով պիտի միանային արքայի հետ Շարուրի դաշտում։ Սյունյաց իշխանները պիտի մտնեին Մազազ և Գառնո ու գեղազորքերի հետ միասին իջնեին Ուրྩաձոր, իսկ Վահրամ֊Սեպուհը, որ ապահովված էր արդեն աբխազների կողմից, որովհետև ամբողջ գուգարքը զինել էր արդեն նրանց դեմ, յուր զորքերն առնելով պիտի իջներ Շիրակ և Երազգավորսի շրջանում եղած գնդերի հետ միանալով դիմեր Դվնո դաշտը։ Ուրեմն, մինչև որ այդ իշխանները կհասնեին որոշյալ տեղերը, թագավորի զորքը չպիտի շտապեր, որովհետև դաշնակից իշխանները նպատակ ունեին միահամուռ կերպով պաշարել Դվինը և եթե կարելի էր, գրավել նրան հարձակումով։ Բայց այստեղ արդեն արաբացիք տենդային պատրաստությանց մեջ էին։ Քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մթերքներ, դարանները լցնում էին դյուրավառ նյութերով, խրամատների համար պատրաստում էին խցաններ, մարդկոցները զինում էին երկաթյա կառթերով և ջախջախող գործիներով։ Բուրդերի մեջ հավաքում էին որձաքարի բեկորներ, որով պետք է փիլիկվաններն ու սանդուղքները ջարդեին, մի ով բանիվ առավոտվանից մինչև երեկո մարդիկ զբաղված էին մահառիթ աշխատությամբ և հույս ունեին, որ դրանով մեծ կոտորած պիտի անեին պաշարողների մեջ։ Ներքին պատրաստություններն ավարտելուց հետո ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել։ Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի նրա թումբերը բանալով ջուրը դարձնեն դեպի Դվին։ Այդ ջրանցքը շինվել էր Քրիստոսից մոտ 200 տարի առաջ, Արտաշիաս կուսակալի օրով և կարթագենացոց հռչակավոր զորավար Աննիբալի ծրագրով։ Երբ վերջինս հայրենիքից տարագիր դեգերում էր Հայաստանի մեջ, Արտաշիասը ասպնջականեց նրան սիրով և օգուտ քաղելով բազմափորձ զորավարի ներկայությունից, նրա խորհրդով հիմնեց Արտաշատ քաղաքն ու բերդը Երասխ գետի վրա։ Եվ որովհետև տեղը, ուր հիմնված էր քաղաքը, երեք կողմից պատած էր Երասխ և Մեծամոր գետերով, ուստի չորրորդ կողմը ջրափակ անելու համար փորեցին այդ ջրանցքը, որով քաղաքը դառնում էր թշնամուն անմատչելի։ Բայց որովհետև հռչակավոր Արտաշատը վաղուց արդեն դադարել էր Շահաստան լինելուց և նրա փառած ու ճոխության ժառանգորդ այժմ Դվինն էր հանդիսանում, ուստի նրա հինավուրց ջրանցքն էլ Դվնո խրամը պիտի ողողեր։ Արտաշատի անշքանալուց հետո հայոց թագավորները, սկսած Խոսրով բեից, որ Դվինը շինեց և յուր աթոռը այդտեղ փոխադրեց, մինչև Բագրատունյաց պայազատները, իրենց հոգն ու խնամքը Դվնին նվիրեցին և ռազմական ամրություններով հարստացրին նրան։ Ուստի այդ ժամանակից հիշյալ ջրանցքն էլ ծառայում էր Դվինին։ Բայց օրերն անցնում էին, և Աբբաս արքայի զորքերը դեռ չէին երևում։ Մինչև անգամ Նախիջևանի ճանապարհը պահող հեծելազորը շարունակ լուրեր էր ղրկում Դվին, թե Աբբասը դեռ բանակած է Շարուրում։ Այս պատճառով արաբացիք սկսան միառժամանակ անհոգության տալ իրենց և կերուխումով զվարճանալ։ Մինչև անգամ ջրանցքի վրա աշխատողները ծանրությամբ էին շարժվում և մի քանի օրվա մեջ հազիվ էին փլել թումբերի մի մասը։ Սակայն Աբբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց արդեն հեռացել էր Շարուրից և այն գիշեր անց։ Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրանները, մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին, խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ։ Այդ զորքը, սակայն, զանազան մասերի բաժանված, անծանոթ ճանապարհներով դիմում էր Դվին։ Արդեն ամեն կողմից մոտենում էին դաշնակիցները միմյանց
երբ մարզպետունուն լուր հասավ, թե արաբացիք սկսել են ջրանցքի թումբերը փլել դվնո խրամը լցնելու համար։ Սպարապետ իշխանը, որ միտք ուներ դեռևս հանգիստ տալ զորքին ուրྩաձորում, սաստիկ այլայլվեցավ, որովհետև խրամը լցվելով ահագին դժվարություններ պիտի առաջանային իրենց համար։ Նախ, զորքն անկարող պիտի լիներ մոտենալ քաղաքի ջրապատ պարսպին կամ դռներին, հետևապես մտադրված հարձակումը չպիտի հաջողեր։ Երկրորդ, մեծ աշխատություն և երկար ժամանակ պիտի գործ դնեին ջրանցքի բերանը փակելու և ջրալից խրամը գոնե մի քանի տեղ խիճով լցնելու, որպեսզի այդ տեղերով զորքը կարողանար մոտենալ պարսպին։ Երրորդ, այդ գործերը կատարելու համար աշխատող հայերից շատերը նետահար պիտի լինեին թշնամուց, որովհետև պարսպի վրա եղողները թույլ չէին տալ ոչ ոքին պարսպի տակ գործելու։ Այս ամենն աչքի առաջ ունենալով, սպարապետը թագավորին հայտնեց, թե անհրաժեշտ է մի քանի գնդերով դիմել անմիջապես Արտաշատու կողմը և արգելել ջրանցքի բացումը։ Մարզպետունու առաջարկությունը բանավոր գտան նաև դաշնակից իշխանները։ Ուստի թագավորի ընտրությամբ այդ գործի համար նշանակվեցան Վանանդացոց և Սյունյաց գնդերը, որոնց պիտի առաջնորդեր Բաբգեն իշխանը, իբրև քաջածանոթ Արտաշատու շրջականներին։ Երեկո էր, երբ Բաբգեն իշխանը յուր զորքերով մտավ Ազատ գետի հովիտը և սկսավ առաջանալ դեպի Դվին։ Որովհետև ճանապարհը, որով առաջանում էին նրանք, անցնում էր Խոսրովակերտ անտառի միջով, որ Ազատի հովտից սկսած տարածվում էր մինչև Գեղաստորոտը։ Այդ պատճառով զորքերի ընթացքը աննկատելի մնաց արաբացի պահանորդներին, որոնք խմբերով թափառում էին Դվնո դաշտում։ Մութը կոխելու վրա հայերը մեծամորն անցան և նրա ուղղությամբ սկսան առաջանալ դեպի Արտաշատ։ Չնայելով, որ զորքերը հոգնած էին, այսուամենայնիվ իշխանը չէր կամենում հանգիստ տալ նրանց, որովհետև ամեն մի կորցրած ժամը կարող էր մի վտանգ առաջ բերել իրենց համար։ Բայց Արտաշատից մի քանի փարսաղ հեռու նա ստիպված էր կանգ առնել, մինչև որ ջրանցքը դիտելու համար ղրկված յուր լրտեսները կվերադառնային։ Նա կամեցել էր նախ տեղեկանալ, թե ինչ դրության մեջ է գտնվում գործը, և ապա զորքերն առաջ վարել։ Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, էլ իրենց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ։ Այդ քայլը ընդհակառակը կարող էր վնաս բերել. նախ, յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով, և երկրորդ, թշնամուն թագավորի գալը հայտնելով։ Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպեղեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր։ Ուրեմն հառաչ, էլ սպասելու ժամանակ չէ, գոչեց Բաբգեն իշխանը և առաջ անցավ։ Զորքը սրընթաց նրա հետևից։ Եվ արդարև, ջրանցքի առաջը բանալու համար մնացել էր միայն մի քանի քայլ։ Գործավոր զորքի գլխին կանգնած էր Բեշիր զորապետը և շտապեցնում էր նրանց, որպեսզի հենց նույն գիշերը ջուրը դարձնե դեպի խրամը։ Չնայելով, որ մութը կոխել էր, այսուամենայնիվ զորապետը չէր հեռանում այդտեղից։ Արաբական նժույգի վրա նստած, նա դիմում էր մերթ այս մերթ այն կողմը, գործավորներին շտապեցնելու համար։ Ըստ երևույթին նա չէր կամենում հեռանալ այդտեղից, մինչև որ յուր աչքով չտեսներ ջրանցքի բացումը։ Եվ ահա հանկարծ Արտաշատու կողմից որոտնդոզ տաղաղակներով արաբացոց վրա թափվեցան հայոց զորքերը և սրերով ու նիզակներով սկսան անխնա և աջ ու ձախ հարվածել։ Հարձակումն այնքան անակնկալ և թափն այնքան զորավոր էր, որ արաբացիներից ոչ ոք չհամարձակվեց դիմադրել։ Նրանք շփոթված և սարսափահար ձգեցին բահերը և գործիքները ու սկսան փախուստ տալ դեպի Դվնո և Արտաշատու կողմերը։ Չնայելով, որ Բեշիրը սուրը հանեց և գոռալով խրախույս կարդաց զորականին, բայց նրան լսող չեղավ։ Մի քանի տասյակ հոգի, որոնք բահերով և վաղակավորներով խիզախեցին հայերի դեմ, տեղն ու տեղը ջարդվեցան։ Այս տեսնելով Բեշիրը ինքն էլ ձգեց ճակատը և ձին մտրակելով փախավ դեպի Դվին։
Հայերն աղաղակելով ընկան փախչողների ետևից և հալածեցին նրանց մինչև քաղաքի սահմանը, և ապա դառնալով գրավեցին ջրանցքը և այդտեղ կանգ առան։ Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ դվնից նոր զորք բերելու մտքով։ Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց և հոռետես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից։ Քանի որ չգիտենք, թե ինչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ինչ կետերում են համախմբված նրանք և մութը արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել։ Առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք, և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել, ֊ ասաց Նսրը Բեշիրին և վերջինս բանավոր գտավ այս խորհուրդը։ Եվ որքան մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող զորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից։ Ամոթի հետ միասին մի կատաղի զայրույթ եկավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից։ «Հենց այս վայրկյանին կջարդեմ բոլորին, թող ոչ մի զորական չազատվի իմ սրից», ֊ գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով, պատրաստվում էր դուրս գալ դվնոպարիսպներից։ Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր դվնո շրջապատը, տեսնելու համար, թե էլ ուրիշ որտեղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է Կառնո ճանապարհով, ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ։ «Ահա գալիս են և մեր դաշտակից Աշոտի զորքերը», ֊ ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին։ «Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք», ֊ հոխորտաց զորապետը և յուր հրոսակախումբը կարգավորելով դուրս եկավ դվնոպարիսպներից։ Բաբգեն իշխանի դրությունը խիստ ծանր էր։ Նա յուր հետ ուներ ընդամենը 500-ի չափ զորք, և թեպետ դրանք հայոց ամենաընտիր քաջերիցն էին, այսուամենայնիվ չէին կարող երկար դիմադրել։ Բացի այդ, նրանք գտնվում էին Արտաշատու և դվնո մեջտեղը, բաց դաշտի վրա, և չունեին ոչ պատսպարվելու տեղ, ոչ էլ ժամանակ պատնեշ շինելու։ Արաբացիք կարող էին շրջապատել նրանց և կոտորել տեղն ու տեղը։ Միակ փրկությունը ձգել հեռանալն էր։ Բայց այդ էլ չէին կամենում անել, որովհետև այն ժամանակ ջրանցքը կմնար արաբացոց ձեռքը, և նրանք մի կես ժամում թումբի մնացորդը փլելով ջուրը կդարձնեին դեպի խրամը, որով և կոչնչանային թե տարածախտությունը և թե ապագա հաջողության հույսերը։ Աբբաս թագավորը ղրկելով իշխանին այստեղ, ապահովացրել էր նրան, թե ինքը հետևյալ առավոտ յուր բոլոր զորքերով կգտնվի դվնո առջև։ Բայց արևն ահա ծագում էր, և սակայն արքայական բանակը չէր երևում ոչ մի տեղ, նույնիսկ հառաչապահ գնդեր չէին նշմարվում։ Բաբգեն իշխանի հետամուտները, որոնք Արտաշատու բլուրներից դիտել էին ամեն կողմ, եկան և պատմեցին, թե միայն Կառնո ճանապարհի վրա տեսան մի հեծելախումբ, որ շտապով հառաչանում էր դեպի Դվին, իսկ մնացյալ տեղերում արաբացի պահակներից զատ ոչինչ չնշմարեցին։ «Կառնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ, ֊ ասաց Բաբգենը։ Մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից։ Մեկ էլ երկնքից, ֊ նկատեց համհարձներից մինը։ Եթե Աստված հաճի, ֊ հարեց իշխանը և լռեց։ Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները, և արաբացոց զորքը գարարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը։ Բաբգեն իշխանն արդեն կարգավորել էր յուր փոքրաթիվ զորքը, կանգնեցնելով նրանց եռանկյունաձև և հրաման տալով, որ հարձակման դեպքում աշխատեն միջամուխ լինել հարձակվողների մեջ և երկու մասի բաժանելով նրանց, այնպես սկսեն իրենց բախումը։ Այդ եղանակն այն առավելությունն ուներ, որ կթուլացներ հարձակման թափը, և հրոսախմբի ստվարությունը արգելք չէր լինիլ ազատ զինաշարժության։
Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով ձայն տվավ դեպի զորքերը. «Սիրելի քաջեր, մենք սակավաթիվ ենք և թշնամին զորավոր, բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ. Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն է ամենից. դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության. Աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մահ կվիճակվի, թող նա մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա դվնո բարձունքից նայում է մեզ վրա»։ Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց, դեմքը դեպի Սուրբ Գրիգորի գմբեթը դարձնելով. «Դու մեզ օգնիր, ով սուրբ կաթողիկե, մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար են, թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին»։ Այս ասելով նա սուրը շողացրեց և օն առաջ գոռալով դիմեց դեպի թշնամին։ Սյունյաց և վանանդացած քաջերը որոտնդոզ տաղաղակով հետևեցին նրան։ Նույնպիսի ոգևորությամբ և գոռում֊գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները։ Վերջապես նրանք հասան, և քաջերը գոռալով ընկան միմյանց վրա։ Սրերը սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ։ Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կառքերն իսկույն խանգարվեցան։ Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջինները իրարից։ Նույնպես էլ արաբացիք չկարողացան իրենց միությունը պահպանել։ Հայերի մի մասը ետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը։ Այդպիսով խմբերը ճապաղելով կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա։ Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով ավելի հաջողությամբ կկռվեին։ Բայց ոստիկանը, որ յուր մինարեթից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության։ Այդ պատճառով հայերը նոր հարձակման հանդիպելով հետզհետե տկարացան։ Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավոր գունդ։ Վայրկյանը հուսահատական էր։ Բաբգեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ ետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը դվնո կաթողիկեին ուղղելով սրտառուչ ձայնով բացականչեց. «Մի՞թե դու, ով լուսավոր չի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գար շագարածուն, որ ծաղրում է քո սրբությունը։ Ցույց տուր, ով քառաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին գանվեցավ»։ Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը։ Բայց ոչ իշխանի և ոչ էլ նրա զորքի հերոսական ջանքերը չկարողացան հաղթել արաբացոց գնդերին, որոնք հետզհետե ստվարանում էին։ Ընդհակառակը, մի քանի կետերի վրա հայերը սկսան վերջնականապես ընկճվել։ Նրանք հոժարությամբ փախուստ կտային, թե չվախենային իսպառ ջնջվելուց։ Այս պատճառով կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Փոքր մի ևս, և արաբացիք հաղթության փողը պետք է հնչեին։ Բայց ահա հենց այդ վայրկյանին լսվեցավ հանկարծ հայախում զորքերի որոտագին աղաղակը, և Վահրամ֊Սեպուհը, ինչպես շանթառակ մի հարված, ահավոր սուրը ձեռին ընկավ արաբացոց զորքերի վրա։ Նրան հետևում էին գուգարացիք, բասենցիք և շիրակավանի քաջերը։ Ինչպես հանկարծահաս մի փոթորիկ կամ գարնանազայր մի հեղեղ, թափվեցան նրանք արաբացիների վրա, սկսան անխնա կոտորել, ջարդել, ջախջախել ոմանց սրախոհ անելով։ Բաբգեն իշխանը զարմացավ. որտեղից բուսավ արդյոք Սեպուհը, որտեղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում նա գուշակել։ Բայց դվնո արևմտյան ճանապարհով եկող հեծելազորը, որ ոստիկանին խրախուսել էր, և ընդհակառակը Բաբգենին երկյուղ ազդել, հենց Վահրամ֊Սեպուհի զորախումբն էր եղած։
Վերջինս արքայի հրամանով շտապել էր իշխանին օգնության։ Ըստ որում բուն բանակը փոքր ինչ պիտի ուշանար։ Սեփուհը հագարացած պահակներից խույս տալու և Արտաշատի ջրանցքին անարգել հասնելու համար շրջան էր արել Դվնո դաշտի բարձրից և Խոսրովու անտառ անցնելով մտել Կառնո կոչված ճանապարհը։ Սեփուհի և նրա գնդերի հարձակումը փոխեց իսկույն կռվի կերպարանքը։ Հագարացիք հանկարծակիի եկան, իսկ սյունեցիք և վանանդացիք նոր ոգի առնելով սկսան ավելի կատաղաբար հարձակվել հակառակորդների վրա։ Կռիվը նորեն բորբոքվեց, նորեն խմբերը ընդհարվեցան։ Հազարավոր սրեր շողում էին և հարվածում, նիզակները ճոճում և շամփրում, սաղավարտները ճեղքում, զրահներ պատառում, վահաններ ջախջախում։ Հաղթողների աղաղակը, ընկնողների վայունը, զենքերի շաչյունը թնդացնում էին օդն ու դաշտը։ Սակայն հաղթության աստղը թեքվում էր հայոց կողմը։ Արաբացիք նորեկների հարձակումից շվարելով և մանավանդ թե սաստիկ հարված առնելով մի քանի կետերում սկսան նահանջել։ Բեշիրը դա տեսնելով հրամայեց իսկույն նահանջի փող հնչեցնել, որպեսզի մնացորդ զորքն ազատե կոտորածից։ Բայց արաբացիք փողի ձայնն առնելուն պես փոխանակ քայլ առ քայլ ետ նահանջելու, սկսան միահամուռ փախուստ տալ դեպի Դվին։ Հայերն ընկան փախչողների ետևից, սկսան չարաչար կոտորել նրանց։ Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը։ Սեփուհը դա տեսնելով հանդուգն միտք հղացավ, այն է, հրամայել յուր զորքերին ներս խուժել քաղաքը փախչողների ետևից։ Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին։ Նրանք բավականացան տարածախտությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը։ Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը Գևորգ Սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ։ Վերջինս Սպարապետի կարգադրությամբ շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից։ Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության համար, թագավորը ուրախացավ և ի նշան յուր գոհության գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ-Սեփուհին։ Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր։ Կարճ ժամանակվա ընթացքում Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր և կաղամախներ ու տապարներով ջախջախվելով դերբուկաձև դիզվեցան թե բանակի մեջ և թե քաղաքի շուրջը։ Երբ մութը կոխեց և ահագին խարույկները վառվեցան, Դվինը կարծես դյութական կերպարանք առավ։ Հարյուրավոր կրակների բոցը բարձրանում, ծառանում էր դեպի երկինքը և շրջապատը ամբողջապես բոսոր գունով լուսավորում։ Մայրաքաղաքի պարիսպները և մարտկոցները պատած էին կրակով, և հեռվից նայողը կարծում էր, թե քաղաքն ամբողջապես գտնվում է հրդեհի մեջ։ Նրա բարձրադիր ապարանքները իրենց սյունազարդ սարավույթներով, գմբեթազարդ եկեղեցիները փայլուն խաչերով և արաբական մզկիթի ու ոստիկանական տան ուղղաձիգ մինարեթները ոսկյա կիսալուսիններով փայլում էին գիշերային խավարի մեջ մերթ պայծառ լույսով և մերթ քրքմագույն և տալիս քաղաքին մի տեսակ տխուր և խորհրդավոր կերպարանք։ Իսկ Դվնո բարձունքներից նայողի առաջ ուրիշ պատկեր էր բացվում։ Արքայական բանակը, որ պատած էր քաղաքը ամեն կողմից և որ ցերեկվա լուսով իսկ ահավոր էր երևում, գիշերվա մութին ավելի երկյուղ և սարսափ էր ազդում։ Խարույկների բոցածավալ լույսը կարծես թե կրկնապատկում, եռապատկում էր զորախմբերի թիվը։ Բազմաթիվ կրակների շուրջը կայթող և հաղթական երգերով օդը թնդացնող զորականի աղմուկը խռովում, անհանգստացնում էր պաշարյալ մահմեդականների սիրտը։ Դվնո հայերը, ընդհակառակը, գաղտնի հրճվանքի մեջ էին, թեպետ և չէին համարձակվում երևան հանել իրենց ուրախությունը։
Այն միտքը, թե շուտով մահմեդականի բռնապետությունը պիտի վերջանա, թե Գոռոզ Հագարացին պիտի խոնարհի վերջապես արքայի հաղթական դրոշակի առաջ, նրանց սիրտը լցնում էր անսահման բերկրությամբ։ Եվ ամենքի շրթունքները մրմնջում էին աղոթքներ, մանուկ և ծեր, կին թե տղամարդ, Աստծուն աղաչում էին, որ այս վերջին անգամ էլ փառավորե յուր անունը, հաղթություն տալով հայոց խաչին և լուսավորչա հավատին։ Բայց ոստիկանը, որ յուր ապարանքի մինարեթից դիտում էր այդ մեծատարած խարույկները և տեսնում հայ զորքերի խաղերն ու պարը ու լսում նրանց որոտաձայն երգելը, որոնք շարունակվում էին մինչև ուշ գիշեր, կատաղությունից կարծես ուզում էր խելագարվել։ Նա մտաբերում էր միմյանց ետևից իրեն հասած անհաջողությունները և այդ բոլորը վերագրում յուր զորապետի և պաշտոնյաների անհոգության և անմտության, ուստի և հայհոյում և անիծում էր նրանց։ Չէ՞ որ կարող էին գեթ մի օր առաջ ջրանցքը բանալ և քաղաքի խրամը ողողել, խոսում էր ինքն իրեն ոստիկանը։ Բայց չարին, անհոգության տվին իրենց և պատճառ դարձան թե քաղաքի գլխավոր պաշտպանությունը ոչնչացնելուն և թե զորքերի կոտորածին։ Իսկ իմ պահակ հեծելախմբերը, ո՞ւր մնացին նրանք։ Ինչու մինչև այժմ պահպանության 4 կետերից գեթ մի զինվոր չհասավ, որ թշնամու գալուստը ինձ հայտնե։ Բայց ոստիկանը իզուր էր տրտնջում վերջին կետի նկատմամբ, որովհետև ոչ թե յուր պահակ հեծյալների անուշադրությունն էր պատճառը, որ ինքը ժամանակին չէր իմացել յուր հակառակորդի մոտենալը, այլ հայոց սպարապետի բազմափորձ զգուշությունը։ Որովհետև նա զորքերը առաջ էր վարել այնպիսի ճանապարհով և այնքան միմյանցից անջատ խմբերով, որ հագարացի պահանորդները չէին կարող նրանց նշմարել։ Նույնիսկ շարուրում բանակած զորքի վրանները այն ժամանակ միայն սկսեցին քակել հայ պահակները, երբ բուն բանակը իջնում էր արդեն դվնոդաշտը։ Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ։ Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվեն մեզ վրա, ֊ ասաց նա զորապետին։ Ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբբասին մեզ հետ հաշտվել ստիպելու։ Ո՞րն է դա, ֊ հարցրեց Բեշիրը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով։ Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն, Սյունյաց Սահակ իշխանին, եթե հանկարծ նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ դվինից։ Աբբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին և քոնցաները ետ չէր դարձնիլ Վասպուրականից։ Ուրեմն կմերժե քո առաջարկությունը։ Այն ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թող այնուհետև նրա Սմբատ և Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և դվինն առնելուց առաջ կգտնեն իրենց եղբոր դիակը։ Իսկ թե հանկարծ դվինն առնեն, թող առնեն, եթե կարող են, ճակատագրից չպիտի փախչենք, ես գոնե այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը։ Բայց տեր իմ, այդ որոշումը կարի վտանգավոր է, ֊ նկատեց Բեշիրը։ Այս հայերը բնավ խստասիրտ չեն։ Նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում նրա բնակիչներին։ Այդպես էլ եթե դվինը գրավեն, վնաս չեն հասցնիլ մեր անձին կամ նույնիսկ մեր զորքերին, եթե միայն քո ցասումը գործադրած չլինիս դու։ Բայց եթե Սահակ իշխանին սպանես, այն ժամանակ մենք ամենքս անխնա կջնջվենք։ Դու սյունեցիներին չես ճանաչում, բայց ես հաճախ ընդհարվել եմ նրանց հետ և ծանոթ եմ այդ ցեղի անսանձ կատաղությանը։ Նրանք չեն կարող տանել այն անարգանաց, որ դու կհասցնես նրանց իրենց իշխանին սպանելով։ Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը, և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։
Ինչ անենք ուրեմն, հարցրեց նա վերջապես մտախոհ աչքերը զորապետին ուղղելով։ Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ, վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը։ Այս որոշման գալով ոստիկանն ու զորապետը իրարից բաժանվեցան։ Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր։ Թագավորն ու իշխանները ապահով էին։ Ամեն կողմից դվինը շղթայած են։ Մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմամբ, թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը։ Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը։ Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց շարուրից հեռանալն իմանալով, շտապում էին թե նրանց ճանապարհը փակելու և թե ոստիկանին տեղեկություն տալու։ Սպարապետը ընդունելով, թե դրանք իրենց ետևից շրջապատելու և դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ-Սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով։ Վերջինիս միացան նաև Մոկած քաջերը։ Վեդիի ներքին հովիտներից մեկում Սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել։ Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն սկսան հարձակվել։ Այն ժամանակ Սեպուհի հզոր ձայնը որոտաց, և հայոց քաջերը մեծադղոր դաղաղակով ընկան թշնամու վրա։ Տեղի ունեցավ կատաղի ընդհարում, բայց դա երկար չտևեց։ Արաբացիք իսկույն զգացին, թե որքան բազմաթիվ են իրենց դեմ սուր շարժող բազուկները։ Ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ սակայն տասնյակ զինվորներ արժեց իրենց, զինադուլ խնդրեցին։ Վահրամ-Սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձյանը խլելով, իրենց գերի վարել բանակը։ Եվ որովհետև հետևյալ օրը նրանք տեղեկություններ տվին սպարապետին այն պահակախմբերի մասին, որոնք գտնվում էին Խլաթա, Բերդկանց և Կողբափորի ճանապարհներում, ուստի մարզպետունի իշխանը, արքայից հրաման առնելով, մի քանի ստվար զորախմբեր ուղարկեց այդ կողմերը արաբացի հեծյալներին հալածելու համար, որպեսզի քաղաքի հետ ունեցած ընդհարման դեպքում նրանք հետևից հասնելով չխանգարեն իրենց։ Հայոց զորախմբերը, որոնք դիմեցին հիշյալ ճանապարհները, Վահրամ-Սեպուհի, Սմբատիշխանի և Մոկած տիրոջ առաջնորդությամբ, պատահելով հագարացի պահակախմբերին, հարձակվեցան նրանց վրա և քիչ կամ շատ կոտորած անելուց հետո, նրանց մի մասը հալածեցին դեպի Ատրպատականի կամ կորդված կողմերը և մյուսը գերելով բերին բանակը։ Աշոտ Բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին, լսելով Աբբաս թագավորի յուր դաշնակիցների հետ միասին դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած մի քանի հաղթությունները, ոչ միայն ետ կացավ Նսրին օգնելուց, այլև յուր զորքերը բագարան ժողովելով, ինքը ևս ամրացավ այդտեղ։ Իսկ Աբբաս թագավորը, դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց հետո, իշխաններին խորհրդի հրավիրեց, որոշելու համար, թե ինչ եղանակով սկսեն հարձակումը։ Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին ամենից առաջ Նսրին առաջարկել քաղաքը հանձնել իրենց առանց պատերազմի։ Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք, ֊ ասաց սպարապետը։ Այո, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնարկությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը, և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե մեզ և թե իրան, ֊ ավելացրեց Սմբատիշխանը։ Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ։ Նույնիսկ այդ օրը աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց դվին ոստիկանի հետ խոսելու։ Նսր Ամիրան,
պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մեկում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը։ «Աբաս արքան հրամայեց ինձ ասել մեծափայլ Ամիրային, ֊ խոսել սկսավ նահապետը, ֊ թե Դվինը հայոց աշխարհի մայրաքաղաքն է, թե նրան հիմնել և տիրել են հայոց թագավորները, և թե վերջին տարիներում իսկ նա պատկանել է հայ իշխանապետության։ Ամիրապետի ոստիկանները կարող էին նստել այդտեղ իբրև երկրի շահաստանում և գանձել ամիրապետի հասույթները, բայց նրանք իրավունք չունեին նրան գրավելու և նրա միջոցով էլ երկրի ազատության վրա բռնանալու։ Ըստ որում, այդ երկրի կառավարը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը ինքը ժողովուրդը։ Յուսուփը և նրա նախորդները անիրավ հափշտակությանց հետ միասին հաճախ բռնացել են նաև Դվնո վրա, բայց այդ պատահել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները անջատվել են իրենց թագավորից և կամ վստահաբար նրան դավաճանել են։ Իսկ այժմ, որովհետև հայ իշխանները միացած են ինձ հետ և իմ զորքերը հավատարիմ են ինձ, ուստի ես զորավոր եմ և հենց այդ պատճառով էլ թույլ չեմ տալ, որ Յուսուփի հաջորդը գնա նրա շավղով կամ թե բռնանա իմ ժողովրդի վրա։ Չհիշելով անգամ այն, որ Նսր Ամիրան բարեկամության ուխտ է դրել հանգուցյալ արքայի հետ և վերջը դրժելով յուր ուխտին, աջակցել է հայոց գահի դեմ լարած դավաճանության, չհիշելով այն, որ նա անիրավաբար հափշտակել է հայոց կաթողիկոսարանը և կաթողիկոսի աթոռը տարագրել ոստանից, որի համար ես իբրև իմ եկեղեցվո պաշտպան պարտավոր էի արժանավոր հատուցումն անել նրան, այսուամենայնիվ, չկամենալով արյունահեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ ոստիկանին խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը, որից ետ ես կթույլատրեմ իրան ազատ ապրել յուր ապարանքում։ Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, այն ժամանակ թող ոստիկանը իմանա, որ առաջին օրն իսկ բնաջինջ կանեմ թե յուր զորախմբերը և թե Դվնո բոլոր ամիրաներին, որոնք կալվածներ ունին ոստանում և ապարանքներ Դվնո հրապարակների վրա։ Բացի այս, ես չեմ խնայիր նույնիսկ իրան ոստիկանին, և այս ամենն անելով հանդերձ, ես թշնամացած չեմ լինիլ Ամիրապետին, այլ պատժած միայն նրա գործակալին, որ անխոհեմությամբ խռովում է իմ երկիրը։ Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես տեղից վեր թռավ և հուզված բացականչեց. «Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է, քան յուր նախորդը. ասա նրան, որ ես չեմ ընդունում հաշտության ոչ մի պայման, և որ ես իրավունքով տիրում եմ այն քաղաքին, որ 200 տարի սրանից առաջ գրավել է արաբական սուրը։ Թող հառաչ վարե նա յուր զորքերը և ուժով գրավե այս քաղաքը, եթե կարող է, բայց միևնույն ժամանակ թող չմոռանա, որ նա կռվում է արաբացոց երկնափառ Ամիրապետի և ոչ թե նրա ոստիկանի հետ»։ Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսրի պատասխանը։ Լավ, ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ Ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ոչ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել, ֊ ասաց թագավորը և ապա հրամայեց պարապետին հարձակման պատրաստությունները տեսնել։ Երազգավորսից հետզհետե բերում էին պաշարման վերաբերյալ գործիներ և պարսպահար մեքենաներ, որպիսիք էին խոյեր, բաղիստներ, բաբաններ, հրացան, պարսեր և երկաթե զանազանակերպ սանդուղքներ, բարձած բազմալուծ սայլերի վրա։ Այդ ամենը պատրաստել էր տվել մարզպետունի իշխանը դեռ արքայի վասպուրականում եղած ժամանակ։ Նրա հրամանակատարները, որոնք ռազմական մեքենագործության հմուտ վարպետներ էին, և որոնք այդ բոլորը պատրաստել էին կատարյալ եղանակով, այժմ էլ բանակում զբաղված էին նույնպիսի աշխատությամբ։ Նրանք կառուցում էին փայտե շարժական աշտարակներ կամ եռհարկ մարտկոցներ,
որոնց պետք է մոտեցնեին քաղաքի պարիսպներին, նրանց քանդելու կամ էլ այդ մարդկոցներից քաղաքը զորք մտցնելու համար։ Բայց որովհետև մեքենաները պարսպին մոտեցնել արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի թագավորը հրամայեց առաջին հարձակումը առանց մեքենաների սկսել։ Այդպես էլ արին։ Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից, այնպես որ հագարացիք բոլոր շրջապատի հետ կռվելու համար ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել։ Հայերը, որ հայտնի էին իբրև ընտիր նետաձիգներ, սկսան իրենց տարափը նախ ասպարափակ շարքերի ետևից տեղալ, ապա հետզհետե պարիսպներին մոտենալով սկսան վանել դիմադիր հագարացիներին։ Վերջիններս, սակայն, հզորապես կռվում էին այն խմբերի հետ, որոնք կամենում էին սանդուղքներ մոտեցնել պարսպին։ Բացի կարդավոր երկաթյա ձողերից, որոնք մահ էին սպառնում սանդուղտավոր զորականին, նրանց նետերն էլ քիչ չէին նեղում հարձակվող հայերին։ Այդպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե երկաթյա դուռը և թե կրկնապարիսպը։ Այդ մարտկոցները գրավելուց հետո հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար։ Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ։ Բայց մարտկոցների բարձրից տեղացած տարափը և նամանավանդ դյուրավառ նյութերի հրահոսանը թույլ չէին տալիս հայերին սանդուղքներ մոտեցնել։ Այդ պատճառով հարձակվողներին օգնության հասան հրձիկ գնդերը։ Նրանք գլխներին վահաններ բռնած և խռվի ու խոտի խրձիքներ գրկած, արագ անցան խրամի վրայից և պարիսպներին մոտենալով կրակեցին խուրձերը մարտկոցների առաջ։ Դրանց հետևեցին փայտակիրները, որոնք մի քանի վայրկյանում ահագին քանակությամբ փայտ ու խռիվ դիզելով, մեծ հրդեհ բորբոքեցին թե պարիսպների տակ և թե մարտկոցների առաջ։ Բոցավառ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին։ Այն ժամանակ հրդեհից ազատ անջրպետներում հայերը անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները։ Արաբացիք այդ տեսնելով սաստկապես հարձակվեցան խիզախողների դեմ, բայց վերջիններին շարունակ հետևում էին ուրիշ խմբեր։ Չնայելով, որ կրակի ջերմությունն ու ծուխը խեղդում էին մարդկանց, այսուամենայնիվ մարտկոցների վրա տեղի ունեցավ կատաղի ընդհարում։ Հայերն ու արաբացիք կռվում էին ինչպես վագրերի ոհմակներ։ Մի կողմից հանդուգն հարձակումը, մյուս կողմից հուսահատ ընդդիմությունը կռիվը դարձրել էին զարհուրելի։ Սրեր էին, որ հարվածում էին, նիզակներ, որ շամփրում էին, վահաններ, որ ջախջախվում էին և դիակներ, որոնք աշտան տերևների պես մարտկոցների բարձունքից թափվում էին աջ ու ձախ։ Եվ սակայն քաջերը քաջերի պատահելով, երկու կողմերն էլ մնում էին անպարտելի։ Բայց որովհետև ընդհարման կետերում արաբացիք հետզհետե նվազում էին և հայերը ընդհակառակը բազմանում, այդ պատճառով առաջինները վերջ ի վերջո նահանջեցին։ Հայերը տիրեցին հառաջապահ մարտկոցներին և անցան կրկնապարիսպը։ Այդտեղ խռնվող հայերի և անջրպետը պաշտպանող արաբացիների մեջ դարձյալ փոթորկեց ընդհարումը։ Երկու կողմից էլ կոտորած եղավ, բայց որովհետև հագարացիք նոր օգնություն չստացան, ուստի այստեղ էլ նրանք պարտություն կրեցին։ Հայերը գրավեցին կրկնապարսպի տարածությունը և սկսան քանդել նրա պատվարները և հետզհետե լցնել խրամի մեջ։ Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե թագավորին և թե դաշնակիցներին, ստիպեց նաև մարզպետունուն գոհ լինել տարածհաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար հարձակումը դադարեցնել։ Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարսպի վրա։ Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել այնպես, որ հետևյալ օրը հայերը կարող էին մոտեցնել ներքնապարսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները։ Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր,
Ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին։ Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի որքան կարելի էր մեծ տարածություն ծածկեն և հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան։ Մի քանի օր անցնելուց ետ թագավորն ու իշխանները որոշեցին սկսել երկրորդ հարձակումը։ Դրա համար վաղ առավոտվանից սկսան առաջ վարել պարսպահար մեքենաները։ Խոյերն ու էշ կոչվածները, որոնցով զբաղվում էին ավելի քիչ մարդիկ և որոնցով միայն խրամատներ պիտի բացվեին, մոտեցնում էին պարիսպներին։ Ծանրաշարժ բաբանները, որոնց սպասավորում էին հարյուրավոր հոգիք և որոնցով ահագին ռումբեր էին նետում պատվարները փլցնելու համար, կանգնեցնում էին աշտարակների առաջ։ Թեթև բաղիստրները, որոնք խոյերի և բաբանների նման պատսպարաններ չունեին և որոնցով երկարաբուն նետեր կամ սվիններ պիտի արձակեին, շարում էին պարիսպներից բավական հեռու, որպեսզի պարսպից տեղացող նետերը չհասնեին նրանց։ Իսկ փայտակերտ մարդկոցները, որոնց թիվը շատ չէր, բայց որոնք իրենց հզոր կազմությամբ ամենաապահով պատնեշներն էին պաշարողների համար, կանգնեցնում էին բուրգերի հանդեպ, որտեղից կարող էին կամուրջներ ձգել դեպի այդ բուրգերը, զորքեր փոխադրել նրանց վրա և կամ ներքին հարկում հարմարեցրած խոյերով խրամատել բուրգերը։ Այդ մարդկոցները առաջանում էին ճռնչալով և դանդաղելով, թեթևներն անիվների վրա, իսկ ծանրաշարժները գլանների օգնությամբ։ Այդ պատրաստությունները, որոնք մի քանի օր տևեցին, հաճախ խանգարում էին պաշարյալները, մեր թախուռը նետաձգությամբ և մերթ պարսատիկներից քար ու կրակ տեղալով։ Թեպետ այդ բոլորից հայ զորականը չէր վնասվում, որովհետև գործում էր զգուշությամբ և շարունակ պաշտպանվելով, այսուամենայնիվ գործը դանդաղում էր բավական։ Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահին արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը։ Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով։ Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել։ Մայիսյան առավոտ էր։ Մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի արևը չէ ծագել, բայց որ շուտով այրում և մժկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա։ Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից, և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրենց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել, և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք։ Դա նշան էր, թե արաբացիք պատրաստվում են իջնել դաշտը։ Դվնո հրամանատարները որոշում էին արել անսպաս հարձակվել հայերի վրա, և այն երկու կողմից, այն է Դվնո և Արտաշատու։ Դվնեցիք առջևից պիտի հարձակվեին, իսկ արտաշատցիք ետևից։ Այս կարգադրությունը մեծ հաջողություն կունենար, որովհետև հարձակման համար ընտրել էին ամենահաջող միջոց, այսինքն այն վայրկյանը, երբ հայերը կսկսեին բանակատեղը ձգել և պատնեշներից ելնելով դիմել դեպի Դվին։ Այդ ժամանակ նրանք հույս չունենալով հանդիպել որևէ հարձակման, ավելի անհոգ և անպատրաստ կլինեին, ըստ որում կռիվը դեռ պիտի սկսեին մի օր հետո։ Սակայն այս ամենը գուշակեց սպարապետը և հրաման առավ զորքին բանակից ելնել կատարյալ պատրաստությամբ։ Բացի այդ, նա կարգադրեց, որ Մոկած իշխանն ու Վահրամ֊Սեպուհը իրենց գնդերով վերջինը ելնեն բանակից և հետևապես զգուշանան, որ Արտաշատու կողմը որևէ խլրտումը տեսած ժամանակ իսկույն իրենցից անջատվեն և հարձակվեն նրանց վրա։ Մյուս առաջապահ գնդերը ամենայն ապահովությամբ կարող էին շրջափակել իրենց մեջ արաբացիներին, եթե նրանք հանդգնեին Դվինից ելնել։ Սեպուհը ուրախությամբ լսեց այդ կարգադրությունը և նորեն հղացավ մի հանդուգն միտք, այն է, Արտաշատից ելնողներին աստուծո օգնությամբ վանելուց ետ թափանցել և մուտք գործել քաղաքը։
Եվ որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ մոկած իշխանը, որ յուր պես աներկյուղ, բայց իրենից ավելի ձեռներեց մի մարդ էր, համաձայնվեցավ նրա հետ։ Հենց այս պատճառով Սեփուհին ընկերացավ նաև Գոռիշխանը յուր քաջերի գնդով։ Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին և վերջապահ գնդերը պատնեշներից հեռացան, ահա Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի հետևից ընկան։ Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ-Սեփուհը և Մոկած իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, իսկույն ետ դարձան և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա։ Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրենց գաղտնիքը նախատեսված է նրանցից։ Այսուամենայնիվ շարունակեցին իրենց ընթացքը, մինչև որ միմյանց հանդիպելով սկսան ընդհարվել։ Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին, և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ։ Անցավ կես ժամ։ Կոտորածը շարունակվում էր։ Արաբացիք կռվում էին քաջությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակ նայում էին դեպի դվին, հուսալով, թե ահա կբացվին շուտով նրա դռները, և ոստիկանի զորքը դուրս կխուժի այդտեղից հայերին շփոթելու և իրենց աջակցելու համար։ Բայց ժամանակն անցնում էր։ Հայերը շարունակում էին իրենց ջարդը, և սակայն դվնո կողմից օգնությունը չէր հասնում։ Պատճառը հետևյալն էր. ոստիկանն ու բեշիրը, տեսնելով, թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ և ընկավ Արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրենց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից։ Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրենց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց հետո, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել։ Հայոց առաջնորդները հրամայեցին զորքերին խառնվել արաբացոց հետ և միջամուխ լինել քաղաքը։ Եվ որովհետև առաջին օրինակը Գոռն ու Սեփուհը տվին, ուստի զորքն աներկյուղ խառնվեցավ թշնամու հետ։ Հագարացիք, որոնք իրենց գլուխները կորցրած, անձերնին փրկելու վրա էին մտածում, չկարողացան արգելք լինել ներս խուժող հայերին։ Եվ երբ բերդապահը փախչողներին ներս առած կարծելով, հրամայեց քաղաքի դռները գոցել, սարսափելով տեսավ, որ երկաթապատ փեղկերը ջախջախվել են արդեն հայերի ձեռքով, և թե նրանցից շատերը նոր կոտորած են սկսել քաղաքի մեջ։ Հուսահատությունը տիրեց հագարացիներին, մանավանդ երբ նրանք դեպի վեր նայելով տեսան, թե միջնաբերդի վրա ծածանում է արդեն հայոց հաղթական դրոշակը։ Ուրեմն փրկության վերջին ապավենն էլ գրավված էր։ Այդտեղ բարձրացել էր Գոռը յուր քաջերով։ Որովհետև հարձակվող հագարացոց թիվը բազմացնելու պատճառով միջնաբերդի զորքերը ևս միացել էին նրանց հետ, ուստի բերդը մնացել էր անպաշտպան։ Գոռն այդտեղի սակավաթիվ պահակները ջարդելով գրավել էր բերդը և յուր գնդի դրոշը ցցել հինավուրց դղյակի ճակատին։ Արաբացիք տեսնելով իրենց կատարյալ պարտությունը, զինադուլ խնդրեցին, և որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ անելով արաբացիներին քաղաքն ու բերդն առան իրենց հսկողության տակ։ Հաղթության լուրը հասավ հայոց բանակը։ Ամենքին ուրախությամբ լցրեց, որովհետև Արտաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ դվինից զատ կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը։ Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ-Սեփուհի և Սյունյաց, Մոկած և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը։ Արևը դեռ նոր էր գեղաբարձունքը ոսկեզօծում, և սակայն կռիվն արդեն սկսված էր։
Նետաձիգ գնդերը իրենց նետերի տարափն էին տեղում։ Բաղիստրավորները սվիններ էին արձակում, պարսատիկներից կրակ էին ցրվում, բաբանները ահավոր ռումբեր էին նետում, իսկ խոյերն ու էշերը փորում, խրամատում էին պարիսպները։ Ինչ վերաբերում է շարժական աշտարակներին, նրանք մարտնչում էին բուրգերի և մարդկոցների հետ, մի տեղ վանելով պահակախմբերը, մյուս տեղ շարժական կամուրջներ վառսելով, երրորդ տեղում բուրգի կողերը փլելով։ Սաստիկ և աննահանջ հարձակումը մեծ վնասներ էր պատճառում պաշարյալներին, կոտորում էր զորքերը, հրդեհում էր մերձակա շինությունները և խախտում, անպիտանացնում էր ամրությունները։ Այսուամենայնիվ արաբացիք դիմադրում էին քաջությամբ։ Նրանց նետաձիգները և սվինավորները փոխարինում էին հայերին սրանցից ստացված վնասը։ Բացի այդ, նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրենց երկաթե կարդերով և ձողերով գլորեցին ու կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և վերելակներ։ Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում նվազում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ։ Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը այն աստիճան սաստիկ էին, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերը անմիջապես գրավեցին։ Բացի այդ, սպարապետի առաջնորդությամբ կռվող զորագունդը հաջողել էր քաղաքի երկաթյա դռներից մինը բաբանից արձակված ռումբերով ջախջախել, որից հետո զորականը սկսել էր դռան ետին սրահակը փորել։ Այնտեղ լցված խիչն ու ավազը դուրս հանելուց հետո արդեն պիտի բացվեր քաղաքի մուտքը։ Թեպետ արաբացիք կարող էին նրա առաջ փայտի և նավթի հրդեհ բորբոքել, ներս խուժողներին արգելելու համար, բայց դիմադրության այդ միջոցը երկար չէր տևիլ։ Հրդեհի նյութը վերջ ի վերջո կսպառեր, կամ հայոց հրշեջները կհանգցնեին նրան։ Բեշիրը այդ անդարմանելի վնասը տեսնելով, շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրենց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ։ Նսր Ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե եթե ես դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ, սաստիկ վախեցավ, երբ զորապետի խոսքերը լսեց։ Միջնաբերդը մեզ չի պաշտպանիլ, քանի որ քաղաքի պարիսպները և պատնեշները չեն կարողանում պաշտպանել, ասաց նա Բեշիրին։ Եթե Արտաշատը գրաված չլինեին, այն ժամանակ գոնե կարելի էր հուսալ միջնաբերդի վրա, որովհետև նրա գետնափորով կարող էինք ապաստանել Արտաշատին, եթե անխուսափելի վտանգ հասներ մեզ։ Փախստյան այդ ճանապարհը փակված լինելով մեծ չարիք կհասցնե մեզ։ Դրանով նախ մենք չենք կարող ապահովել մեզ, որովհետև հայերը կամ ի վերջո բերդը կգրավեն, կամ երկար պաշարումով սովամահ կանեն մեզ։ Երկրորդ, մենք այդ ընդդիմությամբ ավելի կգրգռենք մեր թշնամու զայրույթը, և նա միջնաբերդը գրավելուց հետո այլևս չի խնայի ոչ զորականին և ոչ էլ մեր անձին։ Ուրեմն ի՞նչ անենք, վտանգը դռան մոտ է, հարցրեց Բեշիրը։ Ոստիկանը չպատասխանեց նրան, աչքերը գետնին հառած մտածում էր։ Ինչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա, կրկնեց զորապետը։ Գիտես ինչ, հրամայիր, քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին։ Ինչպես, հապա մեր այսքան կորուստն ու կոտորածը, բացականչեց Բեշիրը։ Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում, նկատեց Ամիրան լրջությամբ։ Եթե մենք համառենք, ավելի պիտի կորցնենք։ Ուրեմն պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը, մեր զորքն ու անձը փրկելու համար։ Բեշիրը կախեց գլուխը և լռեց։ Մի ժամից ետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ դրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդնմին հարձակումը դադարեցնել։
Իսկ փոքր ինչ հետո դռները բացվեցան, և երևացին Նսրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու։ Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ, և կատաղի ընդհարումը մի վայրկենում կանգ առավ։ Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց հետո հանձնեցին թագավորին բերած բանալիները։ Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին։ Ամենից առաջ ներս մտավ Գևորգ մարզպետունին Արարատյան գնդով, որ կրում էր սպարապետական դրոշը, և գրավեց քաղաքի կարևոր դիրքերը, անսպառ խլրտումներից ապահով լինելու համար։ Նրան հետևեցին դաշնակից իշխանները, յուրաքանչյուրը յուր զորախմբով և իշխանական դրոշով։ Ապա գալիս էր Վահրամ Սեպուհը, առաջնորդելով հեծյալ գնդերին։ Դրանց հետևում էր արքայական հեծելախումբը, թագավորական դրոշակով, և ապա ինքը Աբբաս թագավորը, շրջապատված յուր ազատագունդ թիկնապահներով։ Ամենից հետո գալիս է Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին մարզպետունյաց տան դրոշը։ Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ սպարապետի առաջին գործը եղավ տեղեկանալ, թե որտեղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը։ Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ, և մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը, և որին տակավին հսկում էին արաբացի պահապանները, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ։ Թագավորը տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և իշխանին բարելով ասաց. «Միայն ի պատիվ քո ազատության ներում եմ ես ոստիկանին, թող ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր դվնո բարիքները»։ Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասուքն աչքերին փարեցին իրար։ Նրանց ուրախությանը մասնակցեցին բոլոր իշխանները։ Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց Սուրբ Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու Աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրենց։ Արքային դիմավորեց դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով։ Տաճարից դուրս գալուց հետո Աբբաս թագավորը մնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրաված էին արաբացիք, բայց սպարապետը շտապել պատրաստել էր տվել արքայի բնակության համար։ Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը, հալածելով այդտեղից արաբական պաշտոնյաներին։ Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքները և աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա։ Երբ Գևորգ մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, արտասվեց և զգացվեց. «Ահա վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը», ֊ բացականչեց նա հուզված ձայնով։ «Բայց ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է նրա գահույքը։ Ինչո՞ւ այդ մարդը չհամբերեց այնքան, որ Աստուծո աջը օգնության հասներ»։ Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու։ Այսուամենայնիվ, ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով։ 15 տարուց հետո Դվնո առումից հետո անցել էին 15 երկար տարիներ։ Այդքան ժամանակի մեջ Աբբասը թագավորում էր խաղաղությամբ։ Հայաստանի ժողովուրդը արդեն մոռացել էր թշնամիների հարձակումը, հափշտակության, ավազակության և նման արհավիրների գոյությունը։ Շինականն ազատ արորադրում և սերմանում էր արտը, այգեպանը դարմանում յուր որդերը, պարտիզպանը յուր ծառերը, առանց երկյուղ կրելու, թե ահա մի որևէ անակնկալ հարձակում կավերե, կոչնչացնե յուր նեղության և քրտնանց արդյունքները։ Այդպիսով խոպան դաշտերը, ոստաքանձ այգիները, ոտնակոխ պարտեզները նորեն մշակվել, գեղազարդվել էին,
և լցվել բնության բազմազան բարիքներով։ Լիության եղջյուրը սփռել էր ամենտեղ յուր առատ պարգևները։ Եվ որովհետև երկրի խաղաղությունը երկար ժամանակ չխանգարվեց, ուստի ոչ միայն հեռավոր կողմեր փախչողները վերադարձան, այլև ուրիշ տեղերից խաղաղակյաց ժողովուրդներ գունդագունդ հայոց երկիրը գավթեցին, որովհետև գյուղերը բազմամարդացան, քաղաքները բարգավաճեցին, արհեստները ծաղկեցան և առևտուրը կենդանանալով, երկրի մեջ էլ շահավոր շարժում և կենդանություն ստեղծեց։ Եվ որովհետև երկրի խաղաղ դրությունից կախում ուներ նաև դպրության և արվեստի բարգավաճումը, ուստի Հայաստանի այն վանքերը, որոնք խռովության օրերից արդեն ամայացել և շատերն էլ ավերվել էին, նորեն սկսան շենանալ և բարեկարգվել։ Որովհետև այս ու այն կողմերը փախած կամ տարագիր եղած առաջնորդները և միաբանները նորեն դարձան դեպի իրենց ուխտերը, ավերվածները նորոգեցին, քանդածները շինեցին, միաբնակիցներ ժողովեցին և փութաջան աշխատությամբ սկսան այդ վանքերում ուսումն ու դպրությունը ծաղկեցնել։ Եվ որովհետև հայոց վանքերը մեծը Ներսեսի և Սուրբ Սահակա օրերից սկսած դպրություն տարածելուց և ժողովրդի հոգևոր պետքերը հոգալուց զատ պաշտոն ունեին նաև տկարները խնամելու, հիվանդները դարմանելու, օտարները ժողովելու և այլն, ուստի այդ վանքերից շատերում հիմնվեցան նաև որբանոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և ուրիշ կարևոր ապաստարաններ։ Այդ բոլոր հասարակական հաստատություններին հովանավորում էր ինքը Աբբաս թագավորը, ոմանց նպաստելով արքայական գանձարանից, ոմանց կալվածներ նվիրելով, ուրիշներին հասույթներ սահմանելով և այլն և այլն։ Այդպիսով Աբբաս թագավորի օրով ոչ միայն եղած վանքերը բարեկարգվեցան, այլև նորերը հիմնվեցան և ծաղկեցին, ինչպես օրինակ Արշարունյաց գավառի Կամրջաձորի վանքը, որ 300-ից ավելի միաբաններ ուներ, նույն գավառի Կապուտաքար վանքը, որ հայտնի էր յուր առաջադեմ վանականներով, Շիրակ գավառի Հռոմոսի վանքը, որ նշանավոր եղավ յուր հյուրանոցով, ուր կարոտները ոչ միայն կերակուր, այլև հանդերձներ էին ստանում, նույն գավառի Դպրևանքը, որ անշուշտ հայկական դպրությունը գերազանցապես ծաղկեցնելու համար նույն անունը ստացավ, Դերջան գավառի Խլաձորի վանքը, որ Սիոն անունով մի ճգնավոր շինեց, որով ապացուցում էր, թե երկրի մեջ տիրող խաղաղության շնորհիվ որ աստիճան էր հոգեկան գործերով պարապելու եռանդը զարգացել։ Այդպիսի ոգևորության արդյունք էին Խարբերդ գավառի Մովսիսավանքը, Կառնո Հնձուց Մենաստանը, Վայոց ձորի Ցախյաց վանքը, որոնք հայտնի եղան իրենց շինարար միաբանություններով, և վերջապես Ռշտունյաց գավառի Նարեկա վանքը, որ հայ ազգին տվավ փիլիսոփայության և բանաստեղծության մեջ հայտնի վարդապետներ, ինչպես օրինակ Անանիա Նարեկացին, որ Թոնդրակեցոց հաղթահարիչը եղավ, և աստվածային ողբերգակ Գրիգոր Նարեկացին, որ յուր բանաստեղծական անզուգական հանճարով կարողացավ արժանապես երգել ահավոր հավիտենական զորությունն ու բարությունը, որի հոգեբուխ աղոթքները դարուց ի դարս մրմնջացին հայոց բարեպաշտները։ Եվ սակայն խաղաղության տարիների բերած անդորրությունը չթուլացրեց թագավորի քաջազնական եռանդը։ Նա թեպետ մեծ ուշադրություն դարձրեց երկրի ներքին բարեկարգության վրա, որի մեջ և գտնվում էր ժողովրդի իսկական երջանկությունը։ Այնուամենայնիվ, բարձիթողի չարավ նաև արտաքին թշնամիներից քաջապես պաշտպանվելու միջոցները, որովհետև գիտեր, որ յուր երկիրը շրջապատված է անկիրթ և բարբարոս դրացիներով, որոնք եթե ոչ այսօր, գուցե վաղը հարձակվեին յուր վրա, եթե հանկարծ իմանային, որ ինքը զուրկ է պաշտպանության միջոցներից։ Այս նպատակով արքայական բանակը զորացնելու գործը իշխան մարզպետունուն հանձնելով, ինքը զբաղվեցավ արքայական գահի համար ապահովագույն մի կայան ընտրելու և արհեստի ամեն կատարելությամբ նրան ամրացնելու գործով։ Որովհետև երազգավորսը զուրկ էր անհրաժեշտ ամրությունից, իսկ դվինն ընդարձակ դաշտի վրա լինելով մեծ ուժ էր պահանջում պաշտպանվելու համար։
Եվ որովհետև Վանա անառիկ բերդի պատկերը չէր հեռանում թագավորի աչքի առջևից, ուստի նա մտածում էր նույնպիսի մի ամրություն, եթե չգտնվի իսկ, ստեղծել յուր երկրում, որպեսզի յուր նախորդների կրած նեղություններից ընդմիշտ ազատ մնա ինքը։ Այս դեպքում իհարկե նա խորհուրդ արավ Գևորգ Մարսպետունու հետ, որ ռազմագիտական փորձառության հետ միասին քաջածանոթ էր մանավանդ հայրենի երկրին, և սա ամենից հարմար և բնական ամրություններով օժտված տեղը Վանանդ գավառի Կարս քաղաքը գտավ, որ նորը ասելով կարող էր գահի համար ապահով և զորավոր կայան դառնալ։ Այդ բերդաքաղաքը հին ժամանակներում պատկանում էր քաջազգի վանանդացոց նախահայրերին, բայց բուն սկզբնավորությունն անհայտ էր մարդկանց և հարկավ վերաբերում էր անհիշատակ ժամանակներին։ Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում, կառույց գետի վրա, և օժտված էր բնական շատ մի ամրություններով։ Արևմտյան և հյուսիսային կողմից նրան արմնկաձև պատում էր գետը, որ ուներ խոր հատակ և ժայռապատ ափունգ, որոնք և քաջապես պաշտպանում էին նրանց այդ կողմից։ Իսկ արևելյան և հարավային կողմից բարձրանում էին պարիսպներ և ժայռաշեն աշտարակներ, որոնք և կազմում էին այդ կողմի ամրությունները։ Քաղաքի հյուսիս֊արևմտյան անկյունում գտնվում էր միջնաբերդը, որ բարձր և անկռվելի քարափանց վրա թառած, պաշտպանվում էր միայն բնության ստեղծած ամրություններով, այն է, երկու կողմից գետի խորահատակ հոսանքով և առապար ափափաներով, իսկ մյուս կողմից ուղղաբերձ և պարեխավոր ժայռերով, որոնք անմատչելի էին դարձնում նրան նույնիսկ ճարպիկ քարագնացներին։ Այդ տեղը ընտրելով յուր համար աթոռանիստ, Աբբաս թագավորը նախևառաջ սկսավ զորացնել միջնաբերդը, ըստ որում նրա ունեցած ամրությունները բավական չէր համարում։ Եվ այսպես, չգոհանալով բնության ստեղծագործությամբ, նա ավելացրեց նրա վրա արվեստի գյուտերը։ Նախ միջնաբերդի շուրջը պատեց հզոր պարսպով, ատամնավոր աշտարակներով, իսկ բերդի շուրջը քաջապես դիտելու համար նրա արևելյան անկյունում կանգնեցրեց բարձր և մեծամուր բուրգ։ Բերդի մուտքերը փակեց երկաթյա դռներով, իսկ նրանց առաջ կանգնեցրեց քարաշեն պատնեշներ։ Ապա բերդի ներսում շինեց մթերանոցներ զենքերի և պաշարի համար, իսկ դրանց մեջտեղում փորել տվավ ահագին ջրամբար 300 քառակտուր սանդուղքներով, որոնց վերջինը հավասարվում էր քաղաքի հատակին։ Դրանով ջրի պաշարը, որ հաճախ անձնատուր լինելու պատճառ էր դառնում, ապահովվում էր ընդմիշտ։ Միջնաբերդի ամրությունները վերջացնելուց հետո թագավորը սկսավ ամրացնել քաղաքը։ Նախ նրա արևելյան և հարավային կողմերը պատեց կրկին պարսպով, քառակուսի աշտարակներով և դժվարամատույց պատնեշներով։ Ապա նույն կողմերից փորեց ահագին խրամ, որ և միացնելով քաղաքի արևմուտքը և հյուսիսը փակող գետի հետ, քաղաքը յուր միջնաբերդով և քառակուսի դիրքով գրեթե կղզիացրեց։ Եվ որովհետև Կարսը երեք կողմերից, այն է, արևելքից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված էր թումբերով, բլուրներով և խորաձորերով, ուստի թագավորը այդ ամենի վրա հարմարավոր դիրքեր ընտրելով, կանգնեցրեց բազմաթիվ մարտկոցներ և փոքրիկ պատնեշապատ բերդեր։ Այդ բոլոր տեղերը նա լցրեց զորքերով, պահակախմբերով, պատերազմական զենքերով և մեքենաներով։ Այդ ամենը վերջացնելուց հետո թագավորը սկսավ բարեկարգել քաղաքը։ Նախ այնտեղ շինեց արքայական հոյակապ ապարանք, իսկ միջնաբերդում գեղեցիկ դղյակ, որից հետո և աթոռը երազգավորսից փոխադրեց Կարս, ու վերջինիս հռչակեց արքայանիստ Ոստան։ Ապա սկսավ զարդարել նրան նորանոր շինություններով, գեղեցիկ սարավույթներով, հասարակական ապաստարաններով, բաղնիքներով, ագուգաններով, նոր ուղիներով և կամարազարդ կամուրջներով։ Այս պատճառով արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ և բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգի արհեստանոցներ, ոստանայինկության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մեկը։ Հասավ 943 թվականը։
Այդ տարին բոլորում էր Աբբաս արքայի գահակալության 15-րդ տարեդարձը, և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ։ Դա Սուրբ Առաքելոց հոյակապ եկեղեցին էր, որ բարեպաշտ թագավորը հիմնարկեց 930 թվականին, իբր յուր գահակալության առթիվ առ Աստված ուղղած շնորհակալյաց առհավատչա։ Նա գտնվում էր միջնաբերդի ստորոտում, գեղադիր բարձրավանդակի վրա, և կառուցված էր ժամանակակից ճարտարապետության կատարելությամբ։ Արտաքուստ նա հոյակապ էր, քանդակազարդ և ուներ բոլորշի ու թանկյուն ձև, իսկ ներքուստ կերտված էր խաչաձև, բաժանված 12 երեսների վրա, որոնցից ամեն մինը կրում էր առաքելներից մինի պատկերը։ Սրածայր գմբեթը բարձրանում էր անսյուն կամարների վրա և յուր փայլուն խաչով հովանավորում էր թե յուր շուրջը ապրող բարեպաշտ ժողովրդին և թե հեռու ժայռերի տակ շառաչող կառույց գետին։ Որովհետև Սուրբ Առաքելոց եկեղեցու ավարտման հետ միասին, ինչպես ասացինք, լրանում էր նաև արքայի գահակալության 15-ամյակը, և այդ բոլոր ժամանակ հայրենիքն ու ժողովուրդը ապրել էին խաղաղ երջանկության մեջ, ուստի Աբբաս թագավորը ցանկացավ այդ առթիվ շքեղ նավակատիք կատարել։ Այս նպատակով նա կարգադրեց հրավեր ղրկել նաև կաթողիկոսին և ապա երկրի իշխաններին, նախարարազուններին, ազնվականությանը, հոգևոր միաբանություններին և նույնիսկ դրացի իշխողներին, որպեսզի ամենքը հավաքվեն արքայանիստ Կարսը, յուր կառուցած տաճարն օծելու և նրա նավակատիքը տոնելու։ Այդ դեպքից կամեցավ օգուտ քաղել մարզպետունի իշխանը և ազատվել այն երդման կապանքներից, որով նա կաշկանդել էր իրան գառնու ամրոցում։ Չնայելով, որ նրա անօրինակ անձնվիրության, աննման հայրենասիրության և անխոնջ ջանքերի շնորհիվ հայրենիքն արդեն վայելում էր անդորրություն, իսկ գահը ապահովություն, այսուամենայնիվ նա դեռ իրան կապած էր համարում գառնիում արած ահավոր երդումով։ Նա խոստացել էր Հայաստանից հալածել վերջին հագարացին և մինչև որ դա չաներ, չպիտի վերադառնար յուր ընտանյաց գիրկը, չպիտի ոտք դներ սեփական հարկի տակ։ Եվ այս պատճառով, չնայելով, որ հագարացիք արդեն ջախջախվել, ետ էին քաշվել, չնայելով, որ դվինը գրավվել էր հայերից, և արաբական իշխանությունը էլ չէր համարձակվում գավազան շարժել հայ ժողովրդի դեմ, այսուամենայնիվ, որովհետև դվնում դեռ արաբացի ամիրաներ էին նստում, իսկ Հայաստանի նահանգներում ապրում էր խաղաղ հագարացի ժողովուրդ, որին պատճառ չկար հալածել երկրի միջից և իզուր տեղը արաբացոց ամիրապետի արդար զայրույթը գրգռել, այս պատճառով մարզպետունի իշխանը մնացել էր գառնիից տարագիր, ասելով թե «որովհետև Աստված չհաջողեց ինձ հագարացիներին Հայաստանից վռնդել, ուրեմն և նա չի կամենում նաև իմ վերադարձը»։ Այս պատճառով այդ բոլոր տարիների ընթացքում նա ապրում էր թագավորի մոտ, երբեմն Երազգավորսում, իսկ վերջերս Կարսում։ Նրան այցելելու գալիս էին թե գոհարիշխանուհին, թե շահանդուխտ հարսը և թե գոռ֊որդին, բայց ինքը երբեք նրանց մոտ չէր գնում։ Այսուամենայնիվ, որովհետև իշխանը դեպի ծերություն էր գնում, նրա մազերը արդեն սպիտակել էին, ուստի վերջին տարիներում նրա մեջ ծնվել էր ցանկություն խնդրել կաթողիկոսից ազատել իրան երդման կապանքներից, որպեսզի գոնե մեռած ժամանակ կարողանա թաղվել գառնու ամրոցում, Սուրբ Մաշտոցի գերեզմանի մոտ։